Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, անվտանգային խնդիրներից սկսենք։ Վերջին շրջանում ըստ Պաշտպանության նախարարության Ադրբեջանը սահմանային տարբեր հատվածներում անկանոն կրակոցներ էր իրականացնում եւ նաեւ զուգահեռ ապատեղեկատվություն տարածում, թե հայկական կողմն է հրադադարը խախտում։ Ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում հիմա Գեղարքունիքի սահմանային հատվածներում, արդյոք այդտեղ եւս տեղի ունեցել կրակոցներ։ Մեր սահմանային հատվածում բավականին հանգիստ է, նման դեպքեր շատ քիչ են արձանագրվել, դրանք որևէ ազդեցություն չեն թողել մեր բնակչության վրա, իրենք իրենց բնականon կյանքով ապրում են, այս բանին գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացում, հանգիստ մարդիկ իրենց կյանքով ապրում են։ Ընդհանրապես ակնկալիք կար, որ երբ այս սահմանազատման գործընթացը կսկսվի, այն կշարունակվի եւ Ադրբեջան-Հայաստան սահմանը ի վերջո կհստակեցվի, բայց ցավալիորեն դեռ այս պահի դրությամբ մենք ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են շարունակում մնալ եւ ոնց որ ստացվում, որ սահմանազատումը տավուշից սկսեց, տավուշում մնաց։ Դուք ոնց եք պատկերացնում այս հարցի լուծումը։ Ես մտածում եմ, որ կշարունակվի ու մեր մարզով էլ կանցնի, մեր կողմով էլ սահմանների հստակեցում կլինի, դրա արդյունքում ադրբեջանական զորքերը հետ կգնան եւ մեր տարածքները կմնա մեզ։ Դուք պատկերացնում եք դա սահմանազատման գործընթացի միջոցով, ոչ որևէ այլ գործիքակազմով։ Այս բանին ոչ որևէ այլ գործիքակազմ չեմ տեսնում, քան սահմանազատումը։ Բայց ձգձգումները ձեզ համար որպես նաեւ քաղաքական թիմի Իհարկե շատ լավ կլիներ, որ ավելի արագ տեմպով այդ աշխատանքները կազմակերպվեին եւ ավելի շուտ մենք այդ հստակությունը ունենայինք, բայց համբերատար սպասում ենք այդ գործընթացը։ Իմիջիայից պարոն Սարգսյան, այն հատվածները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ անցան, ադրբեջանական ագրեսիայից հետո, այդ սահմանամերձ բնակավայրերը ունեն կարգավիճակ, իրենք կարողանում են պետական աջակցությունից օգտվել իրենց հասանելի կողմերով։ Որևէ բնակավայրի կարգավիճակ չի փոխվել։ Այս ընթացքում իհարկե եղել են առաջարկներ, այդ առաջարկները քննարկման փուլում են, դեռ հստակություն չկա, առաջիկայում կհասկանանք, թե այդ բնակավայրերի արդյոք պետք է այնտեղ փոփոխություն կատարել, թե ոչ։ Բայց ո՞րն է տատանվելու հիմքը, այսինքն ինչու պիտի չփոխվեն։ Ես հարցը բարձրացնում եմ այն պատճառով, որ կային քննադատություններ, որ այո, այդ տարածքները պիտի ստանան սահմանամերձի կարգավիճակ, որպեսզի կարողանան պետությունից այդ կարգավիճակ ունեցող բնակավայրերի համար նախատեսված աջակցության ծրագրերից օգտվել։ Մենք չենք հարմարվում ու չենք ուզում հարմարվենք այն մտքին, որ այդ բնակավայրերը պետք է դառնան սահմանամերձ, որովհետև ադրբեջանցիները հետ կգնան ու այդ բնակավայրերը հանգիստ իրենց կյանքով կապրեն։ Մենք չենք պատկերացնում, որ դա է պատճառը։ Նաև դա է պատճառը, որ մենք չենք ուզում կարգավիճակ տանք մեր բնակավայրերին այնպիսի, որոնցով ցույց կտանք, որ մենք հարմարվել ենք դրան։ Պարզ ասած հրաժարվում ենք այն տարածքներից, որոնք մերն են համարվում։ Կոպիտ ասած։ Լավ, սուբվենցիոն ծրագրերին գանք, Գեղարքունիքի մարզը երևի թե կարելի ասել ամենաշատ սուբվենցիոն ծրագրեր ստացող մարզն է։ Նախ ինչ ծրագրեր են իրականացվել այս ընթացքում, այս աջակցության շնորհիվ, եթե կարելի է դրա մասին փոխ խոսենք։ Ծրագրերը բազմաթիվ են ու շատ մեծ են մեր ծրագրերը, թե ծավալային առումով, թե արժեքային առումով։ Հիմնականում առաջնահերթ, որ իրականացնում ենք, դրանք մանկապարտեզաշինություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում, ոռոգման համակարգ, ջրահեռացում, լուսավորության ցանցի անցկացում, ծրագրերը բազմազան են եւ այդ ծրագրերով մենք կարողանում ենք տեղում արժեք ստեղծել ու այդ արժեքները համայնքին կարողանում են հավելյալ հնարավորություններ տալ, ինչով վերջի տարիներին գնալով տարեստարի մենք կարողանում ենք մեր ծրագրերը ավելացնել։ Մենք ամեն տարի 2021 թվականից իմ աշխատած տարիների հետ եմ համեմատական անցկացնում, 2021 թվականից տարեստարի մեր ծրագրերը ավելացել են ու շեշտակի են ավելացել։ Մեր համայնքները արդեն բավականին մեծ եկամուտներ են կարողանում գեներացնել, ինչու՞ չէ նաև կառավարության կողմից հատկացված դոտացիան, որը այս տարի հասել է արդեն
10.5 միլիարդ դրամի 2018 թվականի համեմատ մոտ 130-140%-ով ավելացել է կառավարության կողմից հատկացվող դոտացիան։ Դա էլ իր հերթին ավելացնելով եկամուտները համայնքները կարողանում են մեծ ծրագրեր իրականացնել։ Դրա արդյունքում մարզում բավականին շատ ծրագրեր ենք իրականացնել եւ շարունակում ենք իրականացնել նախորդ օրինակ 23-24 թվականի համեմատ 30%-ով ավելացել են մեր ծրագրերը։ Դպրոց մանկապարտեզ քանիսն են արդեն կառուցվել, եթե վերջին տվյալներով ասեք։ Ուրեմն կառավարության 2021-2026 թվականի ծրագրերով հաստատված մենք ունենք 35 դպրոցաշինության, կառուցման, հիմնանորոգման ծրագրեր, որոնցից 3-ը արդեն իսկ ավարտվել են։ Այս տարի շահագործման հանձնեցինք Ջիլի դպրոցը, Ջիլի կրթահամալիրը, մնացած 13-ը այս պահին կառուցման փուլում են եւ ունենք 10 կրթահամալիրներ եւս, որոնցից 7-ն են այս պահին շինարարության փուլում եւ ունենք հիմնանորոգվող 9 դպրոցներ, որոնցից մեկը այս պահին արդեն աշխատանքները սկսված են, մնացածը մրցույթի առաջիկայում մրցույթը կավարտվի եւ աշխատանքները կսկսվեն։ Պարոն Սարգսյան, ընդհանրապես դրանք վերանորոգումներ են, թե նոր մանկապարտեզներ, նոր դպրոցներ են կառուցվում։ Տեսեք, 13-ը նոր դպրոցներ են, 10-ը զրոյից կառուցվող կրթահամալիրներ են, իրենք նորից դպրոցներ են, 9 դրանցից ընդամենը 9 են հիմնանորոգում, այսինքն շենքում կապիտալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու, այսինքն ամբողջությամբ վերանորոգվելու է եւ նոր գույքով համալրվելու։ Մանկապարտեզաշինության ծրագրերը մենք ունենք այս տարի արդեն հանձնել ենք շահագործման, իհարկե դրանք նախորդ տարվա ծրագրերն են, որ այս տարի հանձնել ենք շահագործման 4 մանկապարտեզներ, եւս 3-ը առաջիկա ամսվա ընթացքում կհանձնենք շահագործման, դրանցից են Վարդենիկի մանկապարտեզը, Երանոսի մանկապարտեզը, Ծովասարի մանկապարտեզը եւ Հիմնականում խոշոր բնակավայրերում են դրանք կառուցվում, թե տարբերություն չենք դնում, բոլոր բնակավայրերում, որտեղ անհրաժեշտություն կա, մենք հիմնականում մեր ծրագրերը այնպես ենք մշակել, որ փորձենք ստանալ, որ բոլոր բնակավայրերում ունենանք մանկապարտեզ, որ բնակավայրում, որ հավելյալ մանկապարտեզ կառուցելու կարիք կառաջանա, այնտեղ նոր հավելյալ մանկապարտեզ կառուցենք, ունենք 2 բնակավայրեր, հիմա որ դրա կարիքը ունեն, առաջիկայում այդ ծրագրերը եւս կիրականացնենք։ Գեհովիտ բնակավայրում ունենք հավելյալ մանկապարտեզ կառուցելու, այնտեղ կա գործում մանկապարտեզ, ներքին Գետաշեն բնակավայրում, բայց հավելյալի կարիք ունեն, առաջիկայում այնտեղ հավելյալ մանկապարտեզ կառուցելու ծրագիր կիրականացնենք։ Կառուցված կամ կառուցվելիք մանկապարտեզների թիվը բավարար է, որ մարզի երեխաների համար մանկապարտեզային տարիքի հնարավորություն ստեղծվի, որ բոլորը կարողանան հաճախել։ Չեմ կարող ասել, որ 100%-ով։ Օրինակ Երևանում մենք այդ խնդիրն ունենք, շատ երեխաներ ուղղակի հերթի մեջ սպասում են մանկապարտեզների։ Չեմ ասի, որ 100%-ով կփակենք, բայց 80-ից 85%-ով վստահ եմ, որ կփակենք։ Իսկ ճանապարհների հարցում ինչ ծրագրեր են իրականացվել, քանի կիլոմետր ճանապարհ է կառուցվել այս ընթացքում, դրանք միջհամայնքային ճանապարհներ են։ Սուբվենցիոն ծրագրերով հիմնականում միջհամայնքային ծրագրերի ներհամայնքային ծրագրեր են իրականացվում, տարեստարի ավելացնում ենք այդ ծրագրերը, օրինակ նախորդ տարի 31 կիլոմետր են կառուցել համայնքների ներսում, բայց ընդհանուր ճանապարհային դեպարտամենտի ծրագրերով մոտ 120 կիլոմետր ճանապարհային դեպարտամենտի ծրագրով ենք իրականացնել։ Այնտեղ նորից կան հիմնանորոգվող, միջին նորոգում անցնող ճանապարհներ։ Այս տարի եւս բավականին շատ են ծրագրերը, նաեւ իրականացնում ենք այնպիսի ծրագրեր, որտեղ որ կառուցում ենք դպրոց կամ մանկապարտեզ, պարտադիր մոտեցնող ենթակառուցվածքները լինեն նորը։ Ջիլի դպրոցը հանձնել ենք շահագործման, արդեն Ջիլ գյուղի մոտեցնող ճանապարհը մրցույթը կայացել է, առաջիկա ամսվա ընթացքում մոտեցնող ճանապարհը կկառուցենք,
Բերդգունքի մանկապարտեզը հիմա շինարարության փուլում է, պատրաստում ենք այս տարի ավարտել, մոտեցնող ճանապարհը եւս եւ մայթերը կառուցման շինարարությունը արդեն մրցույթը կայացել է, առաջիկայում շինարարությունը կսկսվի, այսինքն մեր ծրագրերը իրենք փոխլրացնող ծրագրեր են, որ ստեղծենք մի արժեք, այսինքն եթե կառուցում ենք ենթակառուցվածք, այդ ենթակառուցվածքը ամբողջովին լինի նոր է։ Գանք ամենակարևոր խնդիրներից մեկին մարզի, դա աշխատատեղերի հարցն է, կամ չասեմ աշխատատեղերի հարցը, բայց գոնե այս մարզը հայտնի է նրանով, որ աշխատուժը մեծամասամբ մեկնում է արտերկիր աշխատելու համար։ Ինչ սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացվում, որպեսզի մարզում աշխատատեղերի հարցը լուծվի եւ նաեւ մարդիկ չգնան արտերկիր աշխատելու համար, մնան տեղում աշխատեն, այստեղ այդ հավելյալ արժեքը ստեղծեն։ Տեսեք, մենք ունենք թե գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, որոնց մասին պարտադիր տարին մի քանի անգամ իրազեկում ենք, եթե փոփոխություններ են լինում, պարտադիր փոփոխություններից հետո եւս իրազեկում ենք մեր բնակիչներին, որպեսզի կարողանան ակտիվ գյուղատնտեսությամբ զբաղվեն, որովհետեւ մեր ծրագրերը բավականին լավն են եւ հնարավորություն են ստեղծում, որ ունենալով մի փոքր հող դու կարողանաս գյուղատնտեսությամբ զբաղվես եւ բարձր արժեք ստեղծես ու այդտեղից եկամուտ կարողանաս ապահովես։ Դրանք ենք ներկայացնում, ինչու՞ չէ նաեւ այս ծրագրերը շինարարական ծրագրերը, ինչի մասին որ ես խոսում եմ, այդտեղ ունենք բավականին մեծ աշխատուժի պակաս, որի մասին մենք բարբերաբար հավաքագրում ենք ու մարզպետարանի կայքեջով, թե մեր հեռուստաընկերության միջոցով, թե մեր համայնքների կայքեջերում տեղադրում ենք, որ ունենք այդպիսի աշխատատեղերի խնդիր։ Իհարկե արտագնա աշխատանքի մեկնողների քանակը նվազել է, տեղում մնում են աշխատանքներ կազմակերպում են, բայց դրանք շատ քիչ են, մեզ մոտ այսօր մենք ունենք տարբեր շինարարներ, ովքեր պարբերաբար դիմում են մեզ եւ խնդրում են, որպեսզի աշխատողներ իրենց հնարավորության դեպքում տրամադրենք, ինչ թվում է առաջիկա տարիներին այս ծավալները տեսնելով մեր բնակիչները կհասկանան, որ տեղում եւս կա աշխատանք երկարաժամկետ եւ իրենք կմնան այստեղ կաշխատեն։ Լավ, պարոն Սարգսյան, եթե արձանագրում ենք, որ իսկապես աշխատատեղերի խնդիր չկա կամ գոնե այնքան չկա, որ այդ մարդկանց մի որոշակի հատվածը մնա եւ աշխատի տեղում, ի՞նչն է պատճառը, որ իրենք նախընտրում են արտագնա աշխատանքի մեկնել։ Չէ՞ որ թիվը բավականին մեծ է։ Իհարկե, թիվը բավականին մեծ է, ես չէի ասի, որ աշխատատեղերի խնդիր չկա, կա իհարկե, բայց մեկնելու պատճառներից մեկը, որ այս տարիների ընթացքում իրենք չեն տեսել երկարաժամկետ աշխատելու աշխատատեղեր, որ իրենք մնան եւ կապվեն այս տեղի հետ։ Դրա համար կարճ ժամանակահատվածում ինչ որ աշխատանք առաջարկելը իրանք խուսափում են, հասկանալով, որ արտագնա աշխատանքում իրենց ունեցած երկարաժամկետ աշխատանքը կարող են կորցնել։ Դա է պատճառը, բայց մենք պարբերաբար ներկայացնում ենք մեր միջնաժամկետ ծրագրերը, թե մենք ինչպիսի ծրագրեր ենք իրականացնելու, որպեսզի իրենք եւս իրենց հեռանկարում պատկերացում ունենան, թե այստեղ ինչպիսի մարզում ինչպիսի ծրագրեր են իրականացվելու, որ կապնվեն մնան այստեղ։ Գուցե նաեւ եկամուտն է պատճառը, դրսում ավելի լավ է հնարավոր վաստակել, քան այստեղ։ Եթե համեմատական անցկացնենք այսօրվա կուրսով իրենց ստացած աշխատավարձը ավել չէ, քան այստեղ առաջարկվողը։ Այսինքն հնարավոր է մնալ այստեղ եւ աշխատել։ Կառավարության ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսական ոլորտում ինչ աշխատանքներ են իրականացվել մինչ այս գյուղացիների համար, արդյոք օգտվում են, արդյոք անմշակ հողերը մշակվում են եւ եթե այո, քանի տոկոսով։ Տեսեք, այն ծրագրերը, որոնք որ իրականացում են ռոռոկման համակարգերի արդիականացման կամ նոր ռոռոկման համակարգերի կառուցման ծրագրերով, դրանք հնարավորություն են տալիս հավելյալ նոր հեկտարներ ռոռոկելի դարձնելու եւ արդեն իսկ տեսանելի է, որ այդ տարածքում նախկինում չմշակվող հողատարածքները սկսել են արդեն մշակել եւ ռոռոկվող մշակաբույսեր, այսինքն ավելի բարձր արժեք ստեղծող մշակաբույսեր այնտեղ
ցանել։ Դրանք իհարկե մեծ ազդեցություն թողնում են կառավարության ծրագրով մեր մարզում երկու մեծ ջերմոցային տնտեսություն է կառուցվել։ Այդ ջերմոցային տնտեսություններում մոտ 300 աշխատատեղեր են բացվել։ Դա նոր է։ Իհարկե։ Վերջի 2-3 տարիների ընթացքում են ջերմոցային տնտեսությունները կառուցվել, մեկը այս պահին եւս կառուցման փուլում է։ Դրանք նոր աշխատատեղեր են, որոնք որ հնարավորություն են տալիս գոնե այդ բնակավայրին մոտ ապրողները ներգրավեն այդ աշխատանքներին եւ ինչն է ուրախացնող, որ հիմնականում կանայք են այնտեղ աշխատում։ Դե տղամարդիկ դրսում են աշխատում։ Ամեն դեպքում ես կանանց ներուժը մինչև այս որ չենք օգտագործել, հիմա ոնց որ հավելյալ մեծ խթան է, հավելյալ հնարավորություն է եւ դա է ուրախացնում, որ հիմնական այդ 300 բացված աշխատատեղերում հիմնական մասը կանայք են ներգրավված։ Պարոն Սարգսյան, իսկ կառավարության ծրագրերի շնորհիվ ավելացել են պարենային եւ սերմնացու հացահատիկների համախառն արտադրությունները, թե չէ։ Իհարկե ավելացել են, իհարկե ավելացել են, այս տարի կառավարությունը հաստատեց եւս մեկ ծրագիր, որտեղ փոխհատուցում ավելի շուտ աջակցություն կտրամադրվի աշնանացան ցորեն ցանելու համար, անասնակեր ցանելու համար եւ դրանք պայման դրվեց, որ էլիտար սերմացուներով պետք է իրականացվեն։ Դրանք այն սերմացուներն են, որոնք որ ավելի մեծ բերքատվություն ունեն։ Օրինակ մենք 22 թվականի աշնանացան ցորենի ծրագիրը, երբ որ իրականացրեցինք մեր մարզում, նախորդ տարվա համեմատ, այսինքն 22 թվականին մենք այդ ծրագիրը իրականացրեցինք, բայց դրա արդյունքները 23 թվականին մենք ստացանք։ Արդեն 23-ը համեմատած 22 թվականի հետ մենք գրեթե կրկնակի ավել ցորեն կարողացանք։ Իհարկե, ընդամենը 2200 հեկտար ավել նախորդ տարվա համեմատ ավել ցանկ ունենալուց հետո մենք ունեցանք կրկնակի ավել բերքատվություն, ինչը շատ մեզ ոգևորեց եւ դրա արդյունքում մենք ներկայացնելով այդ ցուցանիշները կառավարությունը որոշում կայացրեց, որ առաջիկա տարիներին աշնանացան ցորենի, գարնանացան գարի, նաև կերային մշակաբույսերի ծրագիր պետք է իրականացնել։ Կա հետաքրքրություն գյուղացիների մոտ օգտվելու այս ծրագրերից։ Իհարկե։ Քանի տոկոսն է մոտավորապես օգտվում, քանի տոկոսն է հետաքրքրված։ Գյուղացիների, այսինքն օգտվելու տոկոսը չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել մոտավորապես թվերը, թե ինչ քանակությամբ մենք աջակցություն ենք տրամադրել այդ աշխատանքները կատարող գյուղատնտեսներին 23 թվականին հատկացրել ենք 805 միլիոն դրամի աջակցություն, արդեն 2023-24 թվականի համար հատկացվել է 270, եթե ճիշտ եմ հիշում, 270 միլիոնի, հաշվի առնելով, որ աշնանացան ցորենի ծրագիրը այդ տարի չիրականացվեց, դրա համար այդ չափով նվազեց։ Վստահ եմ, որ հաջորդ տարի մենք ավելի մեծ բան կունենանք, մեծ արդյունք կունենանք, որովհետև հետաքրքրությունը շատ մեծ է, աշնանացան ցորենի, գարնանացան գարի ու նաև կերային մշակաբույսերի, մենք հաջորդ տարի ավելի բարձր արդյունքներ կունենանք։ Նաև արդեն մեզ մոտ փոփոխությունը նկատվում է կարտոֆիլ մշակելու մեջ եւ գրեթե մեծ մասամբ սկսել են օգտագործել էլիտար սերմեր, ինչը բավականին լավ արդյունքներ է իրենց համար ապահովում։ Պարոն Սարգսյան, առողջապահության ոլորտը կարևորներից է։ Մեծ աղմուկ-հանած Մարտունու բժշկական կենտրոնի մասին մի փոքր խոսեք, արդյոք այն գործում է, ամբողջ ծավալով է գործում, թե ոչ, եւ երկրորդ, նոր բուժ հաստատություններ, պոլիկլինիկաներ, ամբուլատոր կենտրոններ բացվելու են, թե ոչ առաջիկայում։ Մարտունու բժշկական կենտրոնը բացվել է, շատ լավ աշխատում է, ժամանակակից սարքավորումներով հագեցած են, մասնագետները պարբերաբար վերապատրաստում են անցնում եւ տեղում բավականին բարձր իրենց աշխատանքը կազմակերպում են, բարձր արդյունքներ են ապահովում, դրա արդյունքում մենք տեսնում ենք նախորդ տարի
ունեցանք, իհարկե տարի ավելանում են պետպատվերները, ինչ չէ նաև վճարովի ծառայությունները, մենք մի քանի տասնյակ նոր վճարովի ծառայություններ ենք այնտեղ ավելացրել, ինչը հավելյալ եկամուտի աղբյուր է իրենց եւ իրենք կարողանում են նաև իրենց ունեցած, իրենց ստեղծած միջոցներով իրենց վերազինել, նոր սարքավորումներով հագեցնել, բայց Մարտունու բժշկական կենտրոնը բավականին բարձր դիրքերում է, վստահություն ազգաբնակության կողմից կա ԲԿ-ի նկատմամբ եւ լավ կա մարդիկ ովքեր ունեն առողջական խնդիրներ, նախընտրում են դիմել բժշկական կենտրոն Երևան գալու փոխարեն։ Մարտունու բժշկական կենտրոնը ոչինչով գրեթե չի զիջում Երևանի բժշկական կենտրոններին։ Կառավարության 21-26 թվականների ծրագրով հաստատված ունենք 6 ամբուլատորիաների կառուցում, որից մեկը արդեն իսկ առաջիկա ամսում կանցնենք շահագործման, կառուցելու ենք Մարտունում ծննդատան նոր մասնաշենք, Վարդենիսի բժշկական կենտրոն, Գավառի պոլիկլինիկայի նոր մասնաշենք եւ Սևանի դիահերձարանը։ Այս տարի կհանձնվեն դրանք շահագործման, թե դեռ այս տարի միայն կհանձնենք շահագործման Լեճափի ամբուլատորիան, 3-ում շինարարությունը առաջիկա ամիսներին կսկսվի, մյուսներում դեռ փորձաքննության փուլ են անցնում, փորձաքննության փուլն անցնելուց հետո նոր մրցույթ կհայտարարվի, մրցույթի արդյունքներում նոր կհասկանանք, թե որ ժամանակահատվածում աշխատանքները կարող են կավարտվեն։ Ամփոփենք զրույցը Սևանի հիմնախնդրի մասին եւս խոսենք։ Սա այն հարցն է, որը ամենաշատն է քննարկվում, այն հարցն է, որի դեպքում գրեթե լուծումները քիչ են կամ եղած լուծումները այնքան էլ արդյունք չեն տալիս։ Բայց այդուամենայնիվ Սևանը լուծում է սոցիալական խնդիր մարզի բնակիչների համար։ Մյուս կողմից, երբ մենք ականատես ենք լինում օրինակ ձկնագողության, դա մեծ խնդիր է դառնում արդեն պետության համար։ Ոնց եք պատկերացնում հարցի լուծումը եւ արդյոք տեսնում եք, որ պիտի կառավարությունը շատ ավելի խիստ միջոցներ կիրառի ձկնագողության հետ կապված, որպեսզի հարցին լուծում կարողանանք տանք, չվնասենք մի կողմից Սևանին, բայց նույնիսկ կողմից նաեւ չվնասենք բնակիչներին, որ իրենք կարողանան թեկուզ այդ կերպ իրենց սոցիալական խնդիրները լուծել։ Ինձ թվում է ավելի խիստ միջամտություններ անելու ձկնորսների մասով կարիք չկա, որովհետև վերջի 2 տարիների ընթացքում իրականացված միջոցառումները ցույց տվեցին, որ ձկնորսները եւս պատրաստ են արգելքի սեզոնին չմտնել լիճ եւ ձուկ չորսել, դրա արդյունքում իրենք արդեն տեսնում են, որ ձգան պաշարը բավականին ավելացել է եւ իրենք ավելի հեշտ ու ավելի շատ քանակությամբ են կարողանում ձուկ որսել, այդ մասով համաձայն չեմ, որ կոշտ միջոցառումներ են պետք, մյուս մասով Սևանի հիմնախնդիրների մասով ծրագրերը բազմազան են, այս պահին իրականացվում է գետերի հուների մաքրման ու ամրացման աշխատանքներ, ինչը հնարավորություն կստեղծի, որ ավելի մաքուր ջուր հասնի Սևան, մաքրման կայանների ծրագրեր ունենք, որոնք կառուցելու ենք, որպեսզի բնակավայրերից կեղտաջրերը չհոսեն գետերով դեպի Սևանալիճ եւ առաջիկայում մայիսի 3-րդ տասնօրյակ կամ հունիսի մինչև 2-րդ տասնօրյակը կոշտ կենցաղային թափոնների Կոտայքում կառուցված աղբավայրը շահագործման կհանձնվի, ինչի արդյունքում Գեղարքունիքում ձևավորվող գեներացվող ամբողջ աղբը տեղափոխվելու է Կոտայքի այդ աղբավայր, դա եւս կնվազեցնի Սևանի վրայի բացասական ազդեցությունը։ Իսկ ջրի մակարդակը ոնց որ թե բարձրացել է, չէ՞։ Ջրի մակարդակը բավականին լավ դինամիկայով բարձրանում է, ունենք բավականին լավ ջրապաշար մեր մոտ Սարերում, հուսանք, որ առաջիկայում այդ դինամիկան չի թուլանա եւ նույն կերպով շարունակի բարձրանալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էր։ Կհանդիպենք։